Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, այս օրերին շատ միջոցառումներ, կարևոր միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում, տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Մակրոնի պաշտոնական այցը Հայաստան, նաև Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը եւ դրան զուգահեռ նաև Երևանյան երկխոսություն գագաթնաժողովը։ Ինչով են տարբերվում այս անգամ քննարկման թեմաները նախորդ տարվա քննարկումներից, որն է եղել հիմնական առանցքը։ Ես չէի ասի, թե տարբերությունները կտրուկ են։ Նախ նշեմ, որ շատ կարևոր է, որ աննախադեպ ծավալներ է ստացել այն ինչ տեղի ունեցել Հայաստանում վերջին օրերին, եւ այդ ծավալներում էական զարգացումներ կան նախորդ տարվա իրադարձությունների համեմատ։ Ես մասնակից եմ եղել նաեւ նախորդ տարի տեղի ունեցած գործընթացներին, բայց այս տարվա գործընթացները էականորեն ավելի մեծ ծավալներ են ստացել, ինչպես ես ասացի, ինչը հնարավորություններ է տվել Հայաստանի Հանրապետությանը, ինչ հնարավորություններ է տվել։ Նախ նշեմ, որ 48, եթե չեմ սխալվում, պատվիրակությունների այց Հայաստանի Հանրապետություն ինքն իրենով արդեն աննախադեպ զարգացում է մեզ համար։ Հայաստանի Հանրապետություն երբեք միաժամանակ նման ծավալով մարդիկ չեն այցելել։ Մյուս կողմից այդ այցելությունները աչքի ընկան բավական արդյունավետ համագործակցության ձևաչափերով։ Եկեք հիշենք, որ ռազմավարական համագործակցության պայմանագրեր կնքվեցին մի շարք երկրների հետ։ Եկեք հիշենք Միացյալ Թագավորության անվանումը, Բուլղարիայի հետ ռազմավարական համագործակցությունը եւ վերջո Ֆրանսիան։ Ֆրանսիայի նախագահի այցելությունը ընդհանրապես իր արդյունավետությամբ բացառիկ էր։ Բազմաթիվ, եթե չեմ սխալվում, 9 թե 10 համաձայնություն կնքվեց տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության, ինչը էականորեն փոխելու է Հայաստան-Ֆրանսիա, ոչ միայն բայց Հայաստան-Ֆրանսիա, բայց նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների բնույթը։ Պետք է նշել նաեւ հոգեբանական մեծ նշանակությունը այս իրադարձությունների։ Ես ցանկանում եմ հատկապես ընդգծել Գյումրիում ժողովրդի խանդավառությունը կապված Մակրոնի այցի հետ եւ ցանկանում եմ զուգահեռ անցկացնել 13 տարի առաջ Ռուսաստանի նախագահ Պուտինի Գյումրի այցելության հետ, որի ժամանակ հանդիպումները բացառապես պաշտոնական շրջանակներում էին եւ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների հետ էր հանդիպումը եւ այստեղ էականը տեսեք պետության տեսակը Ռուսաստանի նախագահի մտքով հավանաբար չէր անցնում, որ կարելի է ժողովրդի հետ փողոցում հանդիպելով քայլել, իսկ Ֆրանսիայի նախագահը ենթադրում եմ կամ ինքն առաջարկել կամ իրեն առաջարկել էին, ինքը շատ մեծ պատրաստակամությամբ համաձայնել էր ժողովրդի սովորական մարդկանց հետ հանդիպել։ Ես նույնիսկ այդպես կատակով նշում եմ, որ հավանաբար ձեռքի խնդիր կարող է ունենալ այնքան մարդու են ձեռքով ողջունել այդ ընթացքում։ Բայց այդ էմոցիոնալ պահերը ինչքանով են քաղաքականության վրա ազդեցիկ, այո, մենք Ֆրանսիայի հետ նաև ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեցինք այս անգամ, քաղաքական տարբեր հայտարարություններ, աջակցության նաև վերաբերող հայտարարություններ հնչեցին, բայց գործնականում մենք ինչ ենք դրանից շահում կամ ինչ ենք շահելու։ Գործնականը առանձին կա, դրա մասին խոսեցինք, համաձայնությունների մասին խոսեցինք, օրինակ Հայաստանի ռազմական ուժերի հնարավորությունների բարելավման հարցում Ֆրանսիայի ներդրման բավական մեծ ավելացում է սպասվում, համատեղ արտադրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրվեց, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, բայց ես նշեմ, որ այդ էմոցիոնալ գործընթացներն էլ էական նշանակություն ունեն քաղաքական գործընթացների առումով, ի վերջո քաղաքական հոգեբանությունը որևէ մեկը չի մոռացել եւ քաղաքական հոգեբանությունը նշանակություն ունի պետության լինելիության, պետության զարգացման, պետության գործունեության տրամաբանության մեջ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, ընդգծենք, ցանկանում է, որ Հայաստանը արևմուտքի հետ փոխհարաբերությունների ավելի բարելավման ճանապարհով առաջընթաց ունենա, հաշվի առնելով բավական օբյեկտիվ է այս ցանկությունը, հաշվի առնելով, որ արևմուտքում ավելի բարձր տեխնոլոգիաներ, ավելի զարգացած տեխնոլոգիաներ կան, արևմուտքը ավելի մեծ հնարավորություններ կարող է ստեղծել Հայաստանի համար։ Խոսքը չի վերաբերում անվտանգության կամ միայն անվտանգությանը, որովհետև որոշակիորեն նաև անվտանգային բաղադրիչ կա։ Խոսքը վերաբերում է տնտեսությանը, խոսքը վերաբերում է քաղաքակրթական ընդհանրություններին, խոսքը վերաբերում է մշակութային ոլորտում համագործակցությանը, փոխհարաբերություններին եւ այլն բազմաթիվ։ Բայց անվտանգության բաղադրիչը նաև ամենակարևորներից մեկն է։ Այո, նաև անվտանգության բաղադրիչը անվտանգության տեսանկյունից եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր մակարդակի բարձրացման եւ նաեւ Ֆրանսիայի հետ հարաբերությունների մեկ աստիճան ավելի բարձր լինելու
շնորհիվ։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ էր ասում Մակրոնը իր խոսքում Երևանյան երկխոսության ժամանակ, նաև այլ հանդիպումների ժամանակ այս միջոցառումների շրջանակներում, ինչ էին խոսում եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչները, նույն Երևանյան երկխոսության գործընթացների ընթացքում, եւ նրանց գլխավոր միտքն այն էր, որ Եվրամիությունը ներդրել է ամեն ինչ, որպեսզի դառնա առանձին բևեռ, այսինքն դառնա այնպիսի մի սուբյեկտ, որը կարողանա Միացյալ Նահանգներ, Չինաստան փոխհարաբերությունների առանցքում ունենալ իր տեղը, իր դերը եւ կարողանա աշխարհակաղակական գործընթացներում հանդես գալ առանձին սուբյեկտայնության դիրքերից։ Սա մեծ հնարավորություն է, ի վերջո եկեք ուշադրություն դարձնենք ռեսուրսներին։ Եվրամիությունում ավելի շատ մարդ է ապրում, քան Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ վերցրած։ Եվրամիությունը շատ ավելի շատ ռեսուրսներ կարող է ներդնել, քան ներդնում է այս պահին, եւ այդ ռեսուրսները կարող են աշխատել։ Հարցը միայն այն է, Եվրամիությունը կարողանա այդ ամենը կապիտալացնել, օգտագործել, թե չի կարողանա։ Հույս ունենանք, որ կարողանա հաշվի առնելով եվրոպական երկրների անցած ճանապարհը, պատմությունը, հնարավորությունները, նաև Միացյալ Նահանգների աջակցությունը։ Իսկ եթե չի կարողանա, այդ դեպքում հույսեր կապել թեկուզ անվտանգության տեսանկյունից Եվրամիության հետ, մի կառույցի հետ, որը ինքը իր անվտանգությունը ինքն իրենով չի կարողանում ապահովել, դա իրատեսական է եւ ռիսկերով հարուստ չէ։ Այո, իհարկե ռիսկեր կան, բնականաբար ցանկացած ընտրության դեպքում ռիսկեր կան, բայց այստեղ հարցը հետեւյալն է, որտեղ են ռիսկերը նվազագույն կամ որտեղ են ռիսկերը ավելի շատ, որտեղ են ռիսկերը ավելի քիչ։ Եթե Հայաստանը ընտրի մեկ այլ ուղի, օրինակ Միացյալ Նահանգների հետ համագործակցության ուղին եւ փորձի Միացյալ Նահանգների միջոցով Հայաստանի անվտանգությունը ապահովել, կա արդյոք վստահություն, որ Միացյալ Նահանգները ունի այդ հետաքրքրությունը եւ Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի անվտանգությունը ապահովել։ Ճիշտն ասած, ես բացի թրիպից այլ ուղղություններով Միացյալ Նահանգների հետ համագործակցություն տեսնում եմ բացառապես Միացյալ Նահանգների շահերի առանցքում, իսկ Միացյալ Նահանգների շահերը այսօր կարող են սա լինել, վաղը կարող է մեկ այլ լինել, Միացյալ Նահանգները գիտենք բավական մեծ շահեր ունի նաև կապված Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, այլ երկրների հետ, միջինասիական երկրների հետ եւ այստեղ գուցե համագործակցությունը ինչ որ հնարավորություններ ստեղծի եւ Հայաստանը փորձում է այս ուղղությամբ եւս աշխատել։ Մյուս ուղղությունը Ռուսաստանն է։ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի մենք տեսել ենք թե ինչպես հատկապես վերջին 6 տարիներին, այն ժամանակ երբ Հայաստանը ամբողջապես իր անվտանգությունը կապել է Ռուսաստանի հետ։ Այս ուղղությամբ ես կարծում եմ այլևս իմաստ չունի որևէ աշխատանք իրականացնել։ Մեկ այլ ուղղություն է Չինաստանը։ Չինաստանի հետ ունենք ռազմավարական համագործակցություն տնտեսական ոլորտում եւ ըստ այնուամենայնի Չինաստանը անվտանգության առումով մեզ կարող է աջակցություն տրամադրել այնքանով ինչքանով իր տնտեսական շահերն են համընկնում։ Եվրամիությունը ի տարբերություն իմ նշած բոլոր 3 ուղղությունները, թեև կան նաև Իրանը, արաբական աշխարհը եւ այլն, բայց բոլորն էլ ունեն իրենց խնդիրները։ Ի տարբերություն այս բոլորի Եվրամիությունը ունի մեկ ընդհանրություն Հայաստանի հետ, որ Եվրամիությունը քաղաքակրթական առումով Հայաստանի բնօրանն է։ Եվրոպական քաղաքակրթությունը եւ հայկական քաղաքակրթությունը դրանք եթե չասեմ նույնական են, ապա համանման են շատ առումներով։ Բացի այդ, Եվրամիությունը բավական մեծ հետաքրքրություն է ցուցաբերում արևելյան գործընկերության երկրների, հատկապես Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, այս 4 երկրների հետ հարաբերությունների հարցում, ինչը օրինակ մենք չենք տեսնում ոչ Միացյալ Նահանգների, ոչ Չինաստանի դեպքում, Ռուսաստանի դեպքում էլ արդեն ասացի։ Բայց պարոն Ղևոնդյան, այս դեպքում էլ հարց է առաջանում եւ այդ հարցը շատ է հնչում տարբեր շրջանակներում, որ եթե որևէ տեղ, որևէ պահի արտաքին սադրանք կլինի կամ որևէ անվտանգային խնդիր կառաջանա գործնականում, ինչ պիտի անի նույն այդ Եվրամիության ձեր ասած մեզ հետ համընկնող քաղաքակրթությունը, ինչ պիտի անեն նույն այն քաղաքացիական առաքելությունները, որոնք Եվրամիության կողմից Հայաստանին ուղարկվել են։ Գործնականում դրանք ոչինչ չեն կարող անել, ասվում է։ Անվտանգության տեսանկյունից ինչ պիտի անի Եվրամիությունը։ Գործնականում արդեն շատ բան անում են։ Տեսեք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, այն որ եւ Փաշինյանը եւ Ալիևը հայտարարում են, որ 1.5 տարի, համարյա 2 տարի է զոհեր չկան, դրա մի մեծ մասնաբաժին, այդ իրավիճակի մի մեծ մասնաբաժինը հենց նույն Եվրամիության դիտորդական առաքելությունն է, որոնք նույնիսկ զենք չունեն, զինված չեն, բայց նրանք այդտեղ են եւ զոհեր չկան։ Իհարկե կան նաև այլ գործոններ, բայց շատ մեծ մասնաբաժինը Եվրամիության դիտորդական առաքելությունն է։ Էլ ինչ կարող անել Եվրամիությունը։ Մենք ինչ գիտենք, որ դա ժամանակավոր է։ Եկել են, դեռևս այստեղ են, արդեն մի քանի տարի այստեղ են եւ հետո բազմաթիվ այլ հնարավորություններ, այլ ձևաչափեր եւս կան համագործակցելու նույն Եվրամիության առաքելությունը։ Տեսեք, նոր առաքելություն է գալիս, որը պետք է մեզ հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություններ ընձեռի։ Բացի այդ, կա ուղիղ համագործակցություն ի վերջո։ Տեսեք, Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը դա ակնհայտ աջակցություն է Հայաստանի անվտանգությանը։ Այլ երկրներից մենք ունենք բավական ձեռքբերումներ, որոնց մեր հերթադիտորները կարողանան ծանոթանալ մայիսի 28-ի շքերթի ընթացքում, այդ թվում նաև Եվրամիության երկրներ կան այդտեղ, այդ թվում նաև Եվրամիության
կողմից որպես կազմակերպություն Հայաստանին տրամադրված բավական մեծ հնարավորություններ կան 10 միլիոն եվրոյի չափով ներողություն գումար առաջին անգամ 20 միլիոն երկրորդ անգամ եւ այժմ էլ խոսում է երրորդ մասնաբաժնի Հայաստանի տրամադրման մասին, որը 30 միլիոն եվրոյի չափով է լինելու։ Այսինքն աջակցությունը մենք արդեն տեսնում ենք, այնպես չէ որ Եվրամիությունը պետք է դառնա աշխարհակահաղական սուբյեկտ, որ դրանից հետո նոր աջակցի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ի վերջո այդ գործընթացում Եվրամիության աշխարհակահաղական սուբյեկտ դառնալու շատ կարևոր է նաև Հայաստանի մասնակցությունը։ Հայաստանը եւս իր մասնաբաժինը ունենալու է, իր ներդրումը ունենալու է նրանով, որ Եվրամիությունը դառնա աշխարհակահաղական սուբյեկտ։ Անկախ նրանից Հայաստանը Եվրամիության մաս կլինի, թե չլինի։ Ի վերջո այն ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ, 2-3 օր առաջ Եվրոպական համայնքի գագաթաժողովը տեղի ունեցավ մի երկրում, որը Եվրամիության անդամ չէ, բայց ինչպես նշեցի, Հայաստան ժամանեցին 48 երկրների պատվիրակություններ, երկրների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, որոնց քննարկման առանցքում հենց Եվրամիության ավելի զարգացման, հզորացման հարցն էր, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։ Հնարավորություններ եւ ռեսուրսներ ունի Հայաստանը երկխոսության հարթակ դառնալու։ Տեսեք, Հայաստանը արդեն, եթե մենք նկատի ունենք հանդիպման վայր, արդեն այդպիսի հանդիպման վայր դարձել է։ Հայաստան այցելեց Ուկրաինայի նախագահը, որը մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանում։ Հայաստան այցելեց Բելարուսի դե յուրե նախագահ Տիխոնովսկայան, որը նույնպես բազմաթիվ հանդիպումների մասնակցեց։ Եվ այդ հանդիպումները ես հուսով եմ, որ որոշակի կառուցողական նշանակություն կունենան այդ երկրների ղեկավարների հետագա գործունեության ընթացքում, այդ գործիչների հետագա գործունեության ընթացքում, ինչու եմ ես նշում հատկապես Զելենսկիին եւ Տիխոնովսկային, որովհետեւ նրանք մարդիկ են, ովքեր երկրագնդի վրա կան հատվածներ, որտեղ չեն կարող նրանք գնալ եւ այնտեղ իրենց հանդիպումներ ունենալ, իրենց գործընթացներ իրականացնել եւ այլն, բայց Երևանը փաստացի դառնում է մի տեղ, որը անվտանգ է ցանկացած մարդու համար, վաղ եթե Ռուսաստանի նախագահը ցանկանա գալ Երևան, չեմ կարծում, որ որևէ վտանգավոր բան կա դրա մեջ կամ որևէ բան նրան կսպառնա։ Այսինքն Հայաստանը այսպես թե այնպես դառնում է մի երկիր, որը անվտանգ է բոլոր կողմերի համար։ Այս առումով այո, Հայաստանը կարող է դառնալ հարթակ, բայց եթե նկատի ունեք Հայաստանը դառնա հարթակ աշխարհակահաղական կնճռոտ հարցերը լուծելու համար, կարծում եմ մեր դերակատարումը այս բանը մի փոքր ավելի համեստ է։ Իսկ արձագանքը Ռուսաստանից ինչպիսին էր այս օրերին տեղի ունեցած գագաթնաժողովներից, հանդիպումներից ու հայտարարություններից։ Ակնհայտորեն խնդրահարույց է արձագանքը, ակնհայտ է, որ Ռուսաստանի այդ թվում նաև պաշտոնական շրջանակներին դուրս չի եկել այն ինչ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև սա իրենց ազդեցության նվազման եւս մեկ մակարդակ է, որովհետև Ռուսաստանը նախկինում կարող էր արգելել նման հանդիպումների իրականացումը, բայց այսօր չի կարող, որովհետև եկել են մարդիկ, ինչպես նշեցի, ովքեր Ռուսաստանի աչքերում չպետք է գային Հայաստան, որովհետև Հայաստան իրենց գործիքերն է, բայց մեր աչքերում էլ շատ բան Ռուսաստանը չպետք է անի։ Սա դիվերսիֆիկացիա է, թե քաղաքական ուղղության փոփոխություն։ Ես կարծում եմ սա քաղաքական ուղղության փոփոխություն է, բայց քաղաքական ուղղության փոփոխությունը բերում է այս բանին միայն ընդհանրապես հավասարակշռման, որովհետև Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է եղել, որ ինչքան էլ մենք այլ ուղղությամբ գործունեություն ենք իրականացնում, միևնույն է այդ գործունեությունը դեռևս չի հասել նույնիսկ այս պահին Ռուսաստանի այդ Հայաստանի ներսում ազդեցություն ունենալու մակարդակին, հաշվի առնելով թե տնտեսական, թե մշակութային, թե բազմաթիվ այլ քաղաքական անգամ անվտանգային առումով Ռուսաստանի ներգրավվածությունը, տեսեք, ես նշեցի բազմաթիվ զինատեսակներ ենք տեսնելու մայիսի 28-ին, բայց դա չի նշանակում, որ ռուսական զինատեսակների ծավալը ավելի քիչ է։ Նախկինում Հայաստանի կողմից գնված ռուսական զինատեսակները դեռևս գերակշռում են Հայաստանի բանակում, ինչը նշանակում է, որ այդ ամբողջ զինատեսակները պետք է սպասարկել, այդ զինատեսակների զինամթերքը ռուսական է եւ այլն, ինչը նշանակում է, որ այստեղ եւս Ռուսաստանի ազդեցությունը։ Եթե ասում եք սա քաղաքական ուղղության փոփոխություն է, այդուամենայնիվ, արդյոք հաշվարկված են դրա ռիսկերը հնարավոր։ Դե ես հույսով եմ, որ Հայաստանի իշխանությունները հաշվարկել են դրանք։ Դե իրենք ասում են սա դիվերսիֆիկացիա է, սա քաղաքական ուղղության փոփոխություն չէ։ Այդպես ասում են, բայց իրականում որպես քաղաքական գործընթաց սա ուղղության փոփոխություն է։ Ի վերջո, եկեք հիշենք, որ ընդամենը նույնիսկ 4-5 տարի առաջ ես չեմ պատկերացնում, որ Հայաստան կարող է գալ Ֆրանսիայի նախագահը եւ հայտարարել, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի ֆորպոստ։ Բայց այս միջոցառման շրջանակներում նա եկավ նաեւ նման հայտարարություն արեց, ինչը Հայաստանի Իսկ այդ հայտարարությունները հակառուսական տրամադրությունները չի սրի։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում այնքան մեծ է հակառուսական տրամադրությունը, չեմ կարծում, որ ինչ-որ հայտարարություն է պետք, որ այդ տրամադրությունները սրվեն, ընդ որում դրա մեղավորը հենց Ռուսաստանն է իր գործողություններով։ Լավ, Երևանյան երկխոսությունից խոսենք նաև, պարոն Ղևոնդյան,
Կոնկրետ ինչ հարցեր քննարկեցիք աշխարհակարգի փոփոխության հետ կապված եւ դրանում նաեւ փոքր պետությունների դերի հետ կապված, եթե քննարկում ունեցել եք։ Գիտեք, ես պետք է նշեմ, որ քննարկումները բազմաթիվ են եղել, քննարկումներին մասնակցել են բազմաթիվ կողմեր, որոնք ամեն մեկը իրենց շահերն ունեին։ Ես ավելի մեծ ուշադրությամբ հետևել եմ, որովհետեւ զուգահեռ էին ընթանում քննարկումները, ավելի մեծ ուշադրությամբ հետևել եմ հատկապես այն հատվածներին, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Պետք է նշեմ, որ այստեղ բավական հետաքրքիր մոտեցումներ կային։ Օրինակ, մեկ օրինակ նշեմ, Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քելեչով բանագնացն է Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում, եւս մեկ անգամ փաստեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը կապված է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Հիմա ինչ կերպ է կապված դրա մասով բացվեցին ըստ ամենայն այդպես շատ ուղիղ չասած նա, բայց նա նշեց, որ պետք է դիտարկել տարածաշրջանային գործընթացների տրամաբանության մեջ եւ քանի որ Ադրբեջանից էլ հյուրեր կային, Ադրբեջանի հյուրերը իրենց խոսքում եւ անձնական շփումներում եւ այդ գործընթացներում եւ այնտեղ որտեղ իրենք են ելույթ ունենում, ևս մեկ անգամ նշեցին, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի ազդեցություն է ունենալու նաեւ տարածաշրջանային զարգացումներում, այդ թվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Այսինքն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացումը եւ արդեն պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ Թուրքիա-Հայաստան սահմանի բացման վրա։ Գիտեք, դա ոչ միայն այս միջոցառումների շրջանակներում եւս մեկ անգամ անուղղակիորեն ասվեց, դա ասվել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաեւ ուղղակի է ասվել թե մեծ փորձագետներից տարբեր հանդիպումների ժամանակ, թե պաշտոնական մակարդակում հարաբերությունների ժամանակ խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը ունի հնարավորություն ազդելու Թուրքիայի վրա, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանի հարցում Թուրքիան չտապի, եւ Ադրբեջանը օգտվում է այդ հնարավորությունից։ Եվ նորից նշեմ, Սերդար Քելեչի ելույթը եւս մեկ ապացույցն էր սրա։ Իսկ Թուրքիան չունի հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու, որ պայմանագիրը ստորագրվի, չէ՞ որ հայկական կողմը յուրաքանչյուր վայրկյանի պատրաստ է դրան։ Իմ վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան այո, այդ նման ազդեցություն գործում է, բայց այդ ազդեցությունը փաստացի այս պահին բավարար չէ, որ Ադրբեջանը գա եւ ստորագրի պայմանագիրը։ Գուցե ինչ-որ մի պահի բավարար լինի եւ Ադրբեջանը ստորագրի անկախ նրանից Հայաստանի սահմանադրությունը փոխված կլինի թե չի լինի, բայց կտեսնենք։ Իմիջիայլոց ընտրությունների արդյունքները որևէ կերպ պայմանավորված կլինեն պայմանագրի ստորագրման եւ չստորագրման հետ։ Տեսեք, Ադրբեջանը առաջարկում է պայմանագիրը ստորագրելու մեկ նախապայման, մենք գիտենք դա սահմանադրության փոփոխությունն է եւ ընտրությունների արդյունքում պարզ կլինի արդյոք սահմանադրության փոփոխության գործընթաց Հայաստանի իշխանությունը նախաձեռնել կարող է թե չի կարող, 2/3 կունենա թե չի ունենա, կամ որևէ մեկը ընդդիմադիրներից կմիանա այդ օրակարգին թե չի միանա, բայց նույնիսկ այդ դեպքում երաշխավորված չէ, որ սահմանադրական փոփոխության նախագիծը կանցնի ի վերջո, սահմանադրությունը, գործող սահմանադրությունը ենթադրում է, որ 25% ընտրողների պետք է կողմ քվեարկի, որպեսզի սահմանադրությունը փոխվի։ Այնպես որ սա իհարկե խնդիր է, բայց եղել են հարցեր, բազմաթիվ հարցեր են եղել, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցիչներին առ այն, թե ինչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները չկարողանան սահմանադրությունը փոխել եւ նրանք հիմնականում ասել են, որ գործընթացները շարունակական կլինեն ամեն դեպքում։ Ընդհանուր տրամաբանությունը եղել է այն, որ գործընթացները շարունակական կլինեն, բայց նորից նշեմ, այդ գործընթացները կարող են շարունակական լինել, եթե Հայաստանը շարունակի խաղաղաշինական այս գործընթացը, այն ինչ տեղի է ունեցել, ինչ տեղի ունենում այս պահին։ Եթե ընտրությունների արդյունքում Հայաստանի իշխանությունները պարտություն կրեն, մեծ հավանականությամբ Հայաստանի նոր իշխանությունը, որը տեսականորեն կարող է ձևավորվել, թեև հավանականությունը բավական փոքր է, լինելու է այն քաղաքական ուժերից, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների տրամաբանության մեջ են տեսնում Հայաստանի ապագան։ Ինչը նշանակում է, որ հիմնական որոշումները կայացվելու են Մոսկվայում, եւ ես նշեմ, որ նախկին հանդիպումների ժամանակ մոտավորապես էլի անուղղակի, մոտավորապես միտքն այն էր, որ եթե Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր իրենք որոշում չեն կայացնում, որոշումները կայացնում են Մոսկվայում, այդ դեպքում Ադրբեջանի ինչին է պետք խոսել Հայաստանի հետ, դրա փոխարեն կխոսենք Մոսկվայի հետ, Մոսկվան ինչ որ կասի, դա էլ կանենք։ Եվ վերջին հարցը Երևանյան երկխոսում 26-ի միջոցառման հնարավորություններից օգտվելով հայկական խորհուրդը կազմակերպել է նաև փակ փորձագիտական մեդիա կլոր սեղան ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ։ Թեև փակ է եղել հանդիպումը, այդուամենայնիվ ինչ մանրամասներ կարող եք հայտնել եւ ինչի շուրջ է եղել քննարկումը։ Փակ է հանդիպումը մանրամասների առումով, բայց նշեմ, որ հանդիպումը եղել է բավական արդյունավետ,
այն փորձագետները եւ մեդիայի ներկայացուցիչները, ովքեր հնարավորություն չեն ունեցել նախկինում շփվել Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ընդ որում նշեմ, որ նույն մարդիկ են եղել, ովքեր այն պատվիրակության կազմում էին, որ Հայաստան էր եկել փետրվարին Ծաղկաձորում հանդիպումների մասնակցելու համար, նրանք կարողացել են շփվել ադրբեջանցի մասնակիցների հետ, կարողացել են տալ իրենց հուզող հարցերը, ընդ որում բավական ակտիվ քննարկում է եղել, բավական բաց քննարկում է եղել, ադրբեջանցիները պատասխանել են իրենց տեսակետներին վերաբերող հարցերին, հայկական կողմի փորձագետները, մեդիա ներկայացուցիչները կարողացել են ներկայացնել մեր հասարակությանը հուզող հարցերը եւ փորձել են գտնել հատման կետեր։ Ինչ արդյունք են տալիս այս քննարկումները։ Առաջին արդյունքը կարծում եմ արդեն կա եւ դա այն է, որ Հայաստանի հասարակությունում նորմալ են վերաբերում նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են շփվել, կարող են նրանք գալ Հայաստան, մենք կարող ենք գնալ Ադրբեջան, բայց ես հուսում եմ, որ այլ արդյունքներ եւս կարճ ժամանակ անց մենք կտեսնենք կապված թե հասարակության, թե իշխանությունների փոխհարաբերությունների հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Ռոբերտ Ղևոնդյանն էր։ Կհանդիպենք։